Մայրաթոր Սուրբ Էջմիածնում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Վաղ առավոտից իրավապահները հատուկ գործողություններ էին իրականացնում Վեհարանում, ինչից հետո Միքայել Աջապահյանը հայտարարեց՝ իմ ետևից են եկել, ես կգնամ։ Ամենայն հայոց կաթողիկոսն էլ նշեց, որ Միքայել Սրբազանի հետ գնալու է իրենց փաստաբանը, իսկ մյուսները Վեհարանում կհամախմբվեն եւ ժողով կանեն։ Մենք բոլորս ամենայն ջանքի գործ ենք դնելու, որպեսզի արդարությունը գործը մեր եկեղեցու, մեր եկեղեցականաց եւ մեր հոգեվորականների։ Իսկ երկրի եւ երկրի բնականաբար։ Իրավիճակը սակայն էլ ավելի լարվեց, երբ ԱԱԾ աշխատակիցները Միքայել Աջապահյանին ուղեկցում էին դեպի մեքենա։ Քաղաքացիական հագուստով տղամարդիկ սադրիչ հայտարարություններով հրահրեցին եւ հոգեվորականների ու ուժայինների միջև հրմշտոց սկսվեց։ Աջապահյանը չնայած վստահեցրել էր, որ հանգիստ կգնա իրավապահների հետ, սակայն մի քանի վայրկյան անց փոխեց որոշումը եւ վերադարձավ Վեհարան։ Իրավիճակը Մայրաթոր Սուրբ Էջմիածնում սկսում է այլ երանգներ ստանալ։ Ընդդիմադիրներն իրենց կողմնակիցներին կոչ են անում հավաքվել Մայրաթորում ի աջակցություն Միքայել Սրբազանի եւ Վեհափառի։ Երեկ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Միքայել Աջապահյանի երկրում ռազմական հեղաշրջում անելու հայտարարությունների վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անելու համար։ Վաղ առավոտյան Շիրակի թեմի առաջնորդարանում քննչական գործողություններ էին իրականացվում, սակայն Միքայել Աջապահյանն արդեն Մայրաթոր Սուրբ Էջմիածնում էր։ Վերջին տեղեկություններով ուժայիններին են միացել նաև ոստիկանության զորքերի հատուկ նշանակության ջոկատների ներկայացուցիչները, որոնք փորձում են մուտք գործել Վեհարան։